Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ խոսել ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին եւս մեկ հրաշալի տարբերակ է որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը, աջակցենք բռնության զոհերին եւ ընդգծել ընտանիքում անվտանգ միջավայրի կարեւորությունը։ Այս ամենի շուրջ ես իմ զրույցը ծավալելու եմ Գեղեցիկ Ուհմայիչ մի անձնավորության հետ, նա Կարինե Դավթյանն է, ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպության կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպության նախագահ։ Ողջույն։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Փոխադարձ շնորհակալ ենք, որ չեք մերժելու մեզ հետ եք եւ սկսենք մեր հարցազրույցը հետաքրքիր մի երևույթից։ Դուք ունեք գրեթե արդեն 8 տարվա գործունեություն եւ 8 տարիների ընթացքում ինչ եք հասկացել, որն է այն արմատական պատճառը, որի հիմքով ընտանիքում կարող են լինել բռնություններ։ Դա արդյոք կրթվածության ձևաչափի բաց թողում է, թե պարզապես որոշ չափով ազգային արժեքների սխալ ընկալումներն են, որոնք են այն կարևոր կետերը, որոնք դուք բացահայտել եք եւ վստահաբար այսօր կարող եք ասել, որ դրանք են որպես այդպիսին հիմք հանդիսանում ընտանիքում բռնությանը։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար, իրականում հիմքերը բավականին շատ են եւ լայն։ Օրինակ հիմքերից են դուք ինչպես նշեցիք կրթության համակարգի բացերը, բացի դրանից իրազեկվածության մակարդակի պակասը, նաեւ կարող եմ թույլ տալ ասել հայրիշխանական համակարգում արկա կարծրատիպերը, քանզի հենց հայրիշխանական համակարգի կարծրատիպերն են միտված խտրականության խորացման եւ բռնության արմատականացմանը, որովհետեւ բռնություն կիրառող անձը երբեք պատասխանատվության չի ենթարկվում կամ ոչ արժանվույն է ենթարկվում։ Բացի դրանից նաեւ ընտանիքի մոդելը, թե ինչ ընտանիքում է, եթե օրինակ երեխան տեսել է բռնություն դեռևս մանկուց, փոքրուց, բնականաբար կրկնվող եւ նույնօրինակ վարքագիծ է դրսևորում արդեն իր քրոջ, մոր եւ կնոջ նկատմամբ։ Մեկ այլ խնդիր է պատերազմի հետ պատերազմական տրավմատիկ իրավիճակը, որը եւ պատերազմները եւ տարբեր հակամարտություններ, տարբեր իրավիճակներ ստեղծում են կրկին խորացնում են եւ բռնությունը եւ մարդկանց հոգեկան նաեւ հավասարակշռվածության խախտումը։ Եվ սրանք են հիմնականում պատճառը, տարբեր մանկուց եկած տրավմաները եւ մի շարք այլ պատճառներ։ Որտեղից եք սկսել, ուր ենք հիմա հասել եւ դեպի ուր ենք շարժվելու։ Որտեղից սկսել մի քիչ ավելի նկատի ունեմ քաղաքամար Երևանն է եղել կիզակետը, թե ամեն դեպքում սկսել եք մարզերից ձեր ուսումնասիրությունները եւ արդեն իսկ գործունեությունը։ Հիմնականում մայրաքաղաքում, երբ 2010 թվականին ամուսնու դաժան ծեծի արդյունքում մահացավ Զարուհի Պետրոսյանը, ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան համախմբվեց եւ որպես սկզբից որպես նախաձեռնություն սկսեց ավելի խորացնել իրազեկվածությունը եւ ուշադրություն դարձնել կանանց նկատմամբ բռնության եւ գենդերային հիմքով խտրականությանը եւ այդ ժամանակ սկսեցինք արդեն աշխատել կոալիցիայով տարբեր եւ ամբողջ Հայաստանում եւ համայնքներում եւ մարզերում եւ մարզերի գյուղական ու քաղաքային համայնքներում կազմակերպությունը թերևս ստեղծվել է 2017 թվականին եւ այդ թվականից ի վեր ամբողջ Հայաստանում, բայց մասնավորապես Շիրակի մարզում իրազեկումներ են իրականացնում տարբեր կրկին եւ գյուղական համայնքներում եւ քաղաքային եւ տարբեր միջոցառումներ են իրականացնում, որպեսզի բարձրացնենք ոչ միայն հասարակության շրջանակներում իրազեկվածությունը, այլև նաեւ աշխատենք համապատասխան պետական մարմինների հետ, որպեսզի փոփոխենք նաև օրենսդրական մեխանիզմները եւ ադվոկացիայի շնորհիվ կոալիցիայի հետ համատեղ կարողանում ենք նաև փոփոխել օրենսդրական կարգավորումները, ավելի լավարկել տարեց տարի, որպեսզի մարդիկ, որոնք դիմում են կամ ենթարկվում են բռնության կամ դիմում են իրավասու մարմիններին, իրենք պաշտպանված լինեն եւ օրենքով եւ պրակտիկայում։ Հետաքրքիր է, որ այս ամենի շրջանակներում երևի թե համաձայն կլինեք, որ կարևոր կետում է հոգեբանական ազդեցությունը, հետաքրքիր է այ 8 տարիների ընթացքում ինչ համակարգ եք մտածել միջոցառումների կազմակերպված նաև հանդիպումների ընթացքում, ինչ մոտեցումներ եք դուք ցույց տալիս այն մարդկանց, որի շրջանակներում դուք ունենում եք հանդիպումներ եւ իրազեկման հնարավորություն կին տղամարդ եւ ընտանիքում առհասարակ խաղաղ ու ներդաշնակ հարաբերություն ապահովելու համար ինչպիսի համակարգ ու ձևաչափ կա միջոցառումների։ Նախ մեկը մյուսի շատ կարևոր հարցերի եք անդրադառնում, ասեմ, հոգեբանական մասը իսկապես շատ կարևոր է եւ ամեն ինչ գալիս է դեռևս այդտեղից երկու կողմի համար։ Հոգեբանական մասով նախ մենք որպես կազմակերպություն տրամադրում ենք անվճար հոգեբանական ծառայություն մի շարք այլ անվճար ծառայությունների հետ համատեղ, բացի դրանից անհատական խորհրդատվություն, խմբային խորհրդատվություններ, խմբային թերապիաներ եւ կանանց հետ, աղջիկների եւ երեխաների հետ, որոնք
կամ ականատես են կամ ենթարկվում են բռնության, տարբեր թերապիաներ, բացի դրանից նաև առանձին հոգեբանական ծնողավորման վերաբերյալ, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ մի շարք իրազեկման արշավներ են իրականացնում։ Թերապիաները թերևս կարևորագույն եւ առաջնային կետն են։ Մեր բոլորի նպատակը ստեղծել առողջ ընտանիք եւ առողջ հասարակություն հիմնականում, որովհետեւ հասարակական կազմակերպությունների մասին շատ հաճախ թյուր կարծիք կա, որ ուզում ենք բաժանել կամ մենք հակառակը մենք մասնագետներով երբևէ մեզ որևէ իրավասություն չկա եւ էթիկայի խախտում կդիտարկվի, եթե ասենք հաշտվեն կամ ամուսնալուծվեն որևէ խորհուրդ, որպես այդպեսին մասնագետը իրավունք չունի տալու։ Մենք միայն ասում ենք իրավական մեխանիզմները, պաշտպանական մեխանիզմները, դրանից բխող հետևանքները, իրավունք պարտականություն եւ արդեն անձը որոշում է ինչպես շարունակել։ Եթե մենք խնդրին նայում ենք գլոբալ մեծ տեսանկյունից, միանգամից մի բառ է գալիս բոլորի մտքում, դա արգելք բառն է, որ հայրը, դստերը կամ ամուսինը կնոջը կամ եղբայրը քրոջը կարող է շատ հարցերում արգելք հանդիսանալ եւ տվել անձնավորություն այդպես էլ չհասնի կյանքում իր երազած կամ շատ կարևոր նպատակների։ Ինչ է արգելքը, դուք ոնց եք նախ վերաբերում արգելքին, արդյոք դա ճիշտ է թե ոչ, եւ նաեւ հետաքրքիր է միայն մի տեսակյունից չնայել այս հարցին, որովհետև շատ դեպքերում հանդիպում ենք, որ կան աղջիկներ ու կանայք, որոնք փորձում են իրենց կյանքը եւ երջանկությունը գտնել, ինչու ոչ այդ արգելքների շրջանակներում, որովհետև հակառակ դեպքերի նույնպես ականատես ենք լինում։ Եկեք մի փոքր անդրադարձ նաեւ այս թեմային։ Հասկանում եմ ակնարկը եւ ասեմ, իրականում շատ հաճախ կանանց հիմնականում կրկնակի զոհականացնում են, նախ սկսենք դրանից, այսինքն երբ բռնության են ենթարկվում, մշտապես ասում են տեսնես ինչ արել, որ խեղճ ամուսինը խփել է եւ սա արդեն իսկ կրկնակի զոհականացում է անձին։ Դրա համար իսկապես, այո, չափահաս մարդուն արգելք որպես այդպեսին չկա մեր պատկերացմամբ եւ դիտարկմամբ, կա երկուստեք որոշումների ընդունում, կա քննարկումներ երկուստեք, հա, համատեղ։ Այս է ընդունելի տարբերակը եւ առողջի տարբերակը ավելի, սակայն այո, արգելքներ շատ են լինում եւ մարդիկ շատ հաճախ դա ռոմանտիզացնում են, մտածում են, որ եթե արգելում է, եթե խանդում է, եթե ծեծում է, անգամ երևի լսած կլինեք, եթե ծեծում է, ուրեմն սիրում է, նման արտահայտություն կա եւ շատ հաճախ այս շատ խտրական, սահմանափակող իրավունքները խախտող արտահայտությունները շատ ռոմանտիզացվում են, որը որ իրավական տեսանկյունից որպես իրավաբան նշեմ, որ այդքան էլ իրավական տեսանկյունից ընդունելի չէ։ Գիտեք ինչն է նաև շատ հետաքրքիր, որ երբեմն մենք հանդիպում ենք դեպքերի, որտեղ թվացյալ տեսնում ենք ամեն ինչ ներդաշնակ է, ամեն ինչ խաղաղ է այդ ընտանիքում, բայց երբ մի փոքր խորքային հետազոտություններ ես իրականացնում, հասկանում ես, որ այդպես չէ։ Արհեստականորեն ընտանիքում ստեղծել կատարյալ կարգավիճակ, բայց երբ էությունը այդպես չի իրականում։ Բնականը դա չէ։ Նման դեպքերի արդյոք հանդիպել եք թե չէ եւ ինչ եք առաջարկում այս դեպքում։ Իհարկե հանդիպել ենք, բնականաբար բնականը դա չէ, համամիտ է։ Այնուամենայնիվ մարդիկ իրենք են ընտրում ինչպես ներկայանան, ինչպես ներկայացնեն կամ արդյոք թույլ տան առաջ գնանք, թե չէ, որովհետեւ առանց անձի թույլտվության որևէ կազմակերպություն ոչինչ չի կարող անել, միայն եթե սպանության կամ կյանքի վտանգի բարձր ռիսկայնության խնդիր չի այս պարագայում։ Եվ կնշեմ, որ իսկապես շատ հաճախ կամ վախենում են արտահայտվել, օրինակ, երբ բռնության են ենթարկվում, ամաչում են ասել, որ իրենք են արդեն խնդրի կրողը, բացի դրանից վախենում են պիտակավորվելուց, խարազանվելուց, հատկապես հասարակության կողմից, հատկապես ազգականների կողմից, որովհետև շատ եմ հաճախ հանդիպել, երբ կինը սկսում է բարձրաձայնել խնդրի մասին, արդեն ընտանիքի անդամները կրկին կնոջն են մեղադրում, ինչպես ասացի, եւ ասում են, որ համակերպվի։ Եվ այս կամ օրինակ, եթե ոստիկանություն է դիմում, ոստիկանությունը մի անգամ ասել ամոթ չես անում, ամուսին դա մի հատ է խփեց եւ այլն, հա։ Այսինքն մարդիկ բնականաբար հասկանում են եւ սրա պատճառով էլ ընտրում են տարբերակներից, որը որ հարմար է այդ պահին։ Համատարած բնույթ ունի եւ շղթայակապ է կարծում եմ մեզ ամենը, որպեսզի վերջում մենք հասնենք լավ արդյունքի, այո, պետք է շատ տեղերում եւ շատ մեծ մտածողություններ փոխվեն։ Ի վերջո մի պարզ բան ենք հասկանում, որ ընտանիքում պետք է պարզապես երկխոսել, իսկ երկխոսությունը կայանում է, երբ կողմերից մեկը գոնե ուշադիր լսում է։ Այրբ լսենք իրար եւ փորձենք հասկանալ ամեն ինչ կլինի ընտիր, պարզապես վերջում շատ արագ ամփոփենք արդյունքների մասին, արդյոք ունեք արդեն իսկ հաջողված արդյունքներ եւ երջանիկ զույգեր ընտանեկան ջերմ հարաբերություններով։ Մենք ունենք շատ բազմաթիվ հարյուրավոր շատ դրական արդյունքներ եւ բնականաբար ունենք
իրականում այլ մեխանիզմներ, ոչ թե երջանիկ ընտանիքներ, այլ ավելի կայացած, հզորացած եւ ուժեղացած կանայք ունենք, որոնք արդեն գիտեն հետոն եւ ինչպես շարունակեն։ Բացի դրանից, իհարկե, ամուսնալուծությունից հետո է նրանք փորձում են օրինակ, չգիտեմ, սեփական եկամուտներ ունենալ կամ իրենց համայնքում արդեն ավականու անդամի տեխնացություններ են կամ եւ այլն եւ սկսում են լուծել արդեն համայնքային հիմնախնդիրները, այս տեսանկյունից բավականին հզորացած են եւ ուժեղացած։ Եվ քանի որ բոլորս հասկանում ենք, որ մարդ ձևավորման ամենակարևոր շրջանը դա նաև դպրոցահասակ էտապն է մարդու համար, երևի թե պետք է հենց սկսենք մարդուն ձևավորել մանկության տարիներից եւ սերմանենք ընտանիքի մասին հետաքրքիր ու ճիշտ գաղափարներ, որպեսզի նման խնդիրների եւ ընդհանրապես այդ բառը նույնիսկ չեմ ուզում ասել, բայց բռնության հետ կապված որևէ առնչություն մենք չունենանք։ Շնորհակալություն ձեզ, որ ժամանակ գտաք, միացաք մեզ, հետաքրքիր եւ կարեւոր հարցազրույց ունեցանք։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակեք մնալ առաջինի եթերում, որովհետեւ մենք շարունակում ենք մեր ընթացքը, համեցեք։